Միջազգային հարաբերությունների կենտրոն 30 դարաշ ստեղծված մտակենտրոն Լեհաստանի շնորհավորում եմ Երևանյան երկխոսության արդիվ պատիվ ունեցա անցյալ տարի մասնակցելու կցանկանայի երկու հարց ուղղել մեկ հարցի տեսքով հենց նոր ներկայացրեցիք շատ քաղաքական ծրագիր իմ հասկանալով դա նաև կլինի այն ուղերձը որով կգնաք ընտրությունների որոնք կլինեն հունիսին շատ շուտով ձեր երկրում առաջին հարցս հետևյալն է ինչպես եք գնահատում հույզերը մարդկանց մտածողությունը Հայաստանում կոնկրետ այս ուղղությամբ առաջարկում եք ձեր ժողովրդին եւ երկրորդը կողմից մոտենալով մենք գիտենք որ անդամակցության գործընթացը շատ երկար ճանապարհ է գործընթացի մեջ մտած երկրներ, այդ թվում Թուրքիան, կան նաև ուրիշները, բնականաբար օրինակ Ուկրաինան, Եվրոպական միությունն էլ արձագանքում է, նախապատրաստվում է, հատկապես Ուկրաինայի հետ կապված, որը շատ թեժ թեմա է, սեղանին դրված են մի քանի տարբերակներ, բայց ընդլայնման քաղաքականությունը կրկին շատ կարևոր մաս է դարձել Եվրամիության աշխատանքում։ Ինչ եք ակնկալում դուք այս ճանապարհին Հայաստանի պարագայում, եթե հաղթեք։ Շատ շնորհակալություն։ Գիտեք, այդ օրենքի ընդունումից հետո շատերը Հայաստանում ու Հայաստանից դուրս հարց են տալիս։ Երբ է Հայաստանը անդամակցելու Եվրոպական միությանը եւ մեր տեսակետը հետեւյալն է։ Ինչպես ասացի, մենք այդ օրենքը եւ այդ հնարավորությունը համարում ենք շատ ուժեղ խթան Հայաստանի համար, Հայաստանը շարունակի բարեփոխումների ընթացքը, ժողովրդավարական բարեփոխումները, ժողովրդավարական կառույցների ուժեղացումը մեր երկրում, քանի որ ցանկացած պարագայում որևէ երկիր Եվրոպական միությանն անդամ դառնալու շանս չունի, եթե չի համապատասխանում եվրոպական չափանիշներին։ Ուստի առաջին հերթին մենք որդեգրել ենք ուղի շարունակելու բարեփոխումները, որպեսզի համապատասխանենք եվրոպական չափանիշներին։ Ուստի այն կետում, երբ մենք համապատասխանենք եվրոպական չափանիշներին, կլինի երկու տարբերակ։ Եվրոպական միությունը Հայաստանին ընդունի Եվրոպական միության կազմի մեջ կամ ոչ, ինչը քաղաքական որոշման, քաղաքական իրավիճակի խնդիր է։ Շատ լավ, եթե Եվրոպական միությունը ընդունի Հայաստանին որպես լիարժեք անդամ, դա շատ լավ իրավիճակ կլինի Հայաստանի Հանրապետության համար։ Իսկ եթե ոչ, ցանկացած պարագայում դա կլինի լավ, որովհետև այդ պահին մենք կլինենք պետություն, որը լիովին կհամապատասխանի եվրոպական չափանիշներին։ Այսպես ասենք, երկուստեք շահեկան իրավիճակ է, այդ իրավիճակում պարտվելու շանս չկա, որովհետև առաջին հերթին շատ կարևոր է մեզ համար լինել ուժեղ, ժողովրդավար պետություն։ Ժողովրդավարության իմաստով, ինստիտուտների, թափանցիկության, իրավունքի գերիշխանության եւ այլն եւ այլն։ Ցանկացած պարագայում այդպիսի պետություն կլինենք եւ դա մեծ հաղթանակ կլինի մեզ համար։ Հաջորդ հարցը մեր ներքաղաքական իրավիճակի մասին եւ մոտալուտ ընտրությունների հնարավոր չէր լինի այս կետին հասնել առանց մեր ժողովրդի սատարման։ Դա հնարավոր չէր լինի։ Գիտեք, ինչ տեղի ունեցավ 2024 թվականին, քանի որ բազմաթիվ քննարկումներ եղան, թե արդյոք ճիշտ ճանապարհ է սա որդեգրել խաղաղության քաղաքականություն եւ այլն եւ այլն։ Մեր երկրում ես հրապարակավ հայտարարեցի, որ իմ գնահատականն այն է, որ մենք պետք է կանգ առնենք եւ վերջ տանք, կատարեցնենք Ղարաբաղյան շարժումը։ Գիտեք, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումից։ Ես ասացի, որ որպես Հայաստանի վարչապետ
Ես կայացնում եմ նման որոշում եւ որոշումն այն է, որ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Եվ ես դա ասացի որպես անձնավորություն, ով Հայաստանի վարչապետ դարձել է ոչ բռնի Թավշյա հեղափոխության արդյունքում։ Ես կոչ արեցի մեր ժողովրդին։ Եթե իրենք համաձայն չեն այդ որոշման հետ, ավարտելու Լեռնային Ղարաբաղի Ղարաբաղյան շարժումը, ես կոչ արեցի մեր ժողովրդին ոտքի կանգնել եւ մեր կառավարությունը հեռացնել իշխանությունից հեղափոխության միջոցով, համանման հեղափոխության միջոցով, եւ ես ենթադրում եմ, որ շատ չեն եղել վարչապետերն, ովքեր իրենց ժողովրդին կոչ են արել հեղափոխություն կազմակերպել, բայց հիմա դեռ վարչապետ եմ ես մինչ օրս, Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ եւ ուստի Հայաստանի ժողովուրդը որոշել է հեղափոխություն չիրականացնել եւ իմ ակնկալիքն այն է, որ մոտակա ընտրությունների արդյունքում հայ ժողովուրդը, Հայաստանի ժողովուրդը կհաստատի մեր նվիրվածությունը հաստատված խաղաղությանը եւ այս քաղաքականությանը։ Իհարկե ընտրությունները միշտ բարդ են, բայց ես քաղաքական ուժեղ հավատ ունեմ, որ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի ժողովուրդը կվերահաստատեն մեր նվիրվածությունը այս ռազմավարությանը եւ այս գաղափարախոսությանը, որը մենք անվանում ենք իրական Հայաստան գաղափարախոսություն։ Alright, so Diana Skaya from TVP World. TVP World. Բարի գալուս Լեհաստան, շատ ուրախ ենք, որ դուք ստեղ եք։ Ձեզ էլ բարի գալուս, պարոն Միրզոյան, remember you very well. Mr. Pashinyan, first of all, Pashinyan, you did mention something very very important. Նշեցիք TVP World-ը, օտարերկրասակավաթի վրայդիմիջոցներից էր սեպտեմբերին, որը Երևանում ուսաբանում էր ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը։ Մենք ուսաբանեցինք եւ հետո նաեւ Avocin Շրջագայելու Եվրոպական միության դիտորդական առաքելության հետ, որը Եղեգնաձորում է տեղակայված, Փաշինյանն պարոն վարչապետն ասաց 25 թվականից ի վեր սահմանային բախումներ սահմանամերձ գոտիներում չեն եղել, եւ դա էլ կամանք է, որը Եվրամիության առաքելությունը հաստատեց բարեկցության ընթացքում մեզ հետ 25-ից ի վեր, ոչ միայն առաքելության, մենք նաեւ խոսեցինք բնակիչների հետ, ովքեր ապրում են սահմանամերձ տարածքներում Եղեգնաձորում եւ մենք նույն պատասխանները իրենցից ենք ստացել, ներկայումս աշխատում ենք կարճ վավերագրական ռեպորտաժի վրա, նաեւ կհացազրույց պարոն Միրզոյանի հետ այնտեղ Վարշավայի անվտանգության գագաթնաժողովի ժամանակ արված երկու հարց եմ տալու կարճ խնդրեմ, շատ կարճ իրականությունը հետևյալն է, պարոն վարչապետ, ընտրություններ են սպասվում հունիսին։ Դուք նշեցիք, որ կան իհարկե դիվանագիտական հարաբերություններ Ռուսաստանի հետ, դրանք շարունակվում են, սակայն աճող մտահոգություններ կան իհարկե մի շարք հայերի շրջանում նաև Եվրոպայում, որ Ռուսաստանի դաշնությունը, ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև օտարերկրյա միջամտություն կարող է լինել ընտրություններին։ Հայաստանը ինչպես է պատրաստվում, դուք ինչպես եք պլանավորում հաղթահարել դա, եղել են արդյոք կոնկրետ քաղաքականություններ, որոնք իրագործմամբ կապահովեք արդար ազատ ընտրությունների անցկացումը Հայաստանում, ինչպես հենց նոր ասացիք դուք ասացիք, ես հիշում եմ այդ տեսանյութերը, դուք եք ասել, եթե կային մարդիկ, ովքեր խնդիր ունեին ձեր շարժման հետ, ձեր կոչի հետ, իրենք ձայնը կբարձրաձայնեին, բայց դուք դեռ մինչև հիմա Հայաստանի վարչապետն եք։ Ինչպես ասացի, Հայաստանը ժողովրդավարական պետություն է։ Մեր ժողովուրդը հնարավորություններ կունենա ժողովրդավար ճանապարհով
որոշելու մեր երկրի ապագան։ Իհարկե, բազմաթիվ ռիսկեր կան։ Ես գիտեմ, որ ասեկոսներ կան, պնդումներ եւ այլն, որոշակի գործելակերպեր, ահռելի ապատեղեկատվություն, որին մենք հիմա բախվում ենք, բայց մյուս կողմից ինչպես վարվել։ Ինձ համար մնում է մի բան, անմիջական երկխոսության մեջ լինել մեր ժողովրդի, մեր հասարակության հետ, հնարավորինս թափանցիկ լինել, հնարավորինս ազնիվ, անկեղծ լինել, անմիջական խոսել, ցանկացած քաղաքական գործչի համար դա շատ կարևոր է, երևի ամենակարևոր բանն է հնարավորինս համոզիչ լինել։ Եթե հաջողության հասնենք, իսկ ես համոզված եմ, որ մենք հաջողության կհասնենք։ My name is Eva Polak, representing Eva Polak, here both Kazimierz Pulaski Foundation Kazimierz and Pulaski Voices of Foundation. International Aid. And Prime Minister, Պարոն recent վարչապետ, openness to diversifying international Այսպես միջազգային գործընկերությունների and բազմազանեցումը encouraging strategic shift լայն in that context. I would like ոգևորիչ to ask ռազմավարական տեղաշարժի մասին է խոսում, այդ համատեքստում ցույց կուզեի հարցնել, թե ինչ հիմնական զարգացման կերակայություններ եք տեսնում Հայաստանի համար մոտակա տարիներին and how do you եւ envision the potential ինչ role հնարավոր of Polish entities, դեր եք meaning Polish նախատեսում institutions, լեհական Polish կառույցների, partners, civil ինստիտուտների, society, գործընկերների, լեհական քաղաքասարակության համար ավելին Հայաստանի տեսանկյունից Լեհաստանի վերափոխման որ օրինակները կարող են հատկապես վերաբերելի լինել ձեզ համար եւ ոգեշնչման աղբյուր Հայաստանի ճանապարհին։ Շնորհակալություն։ Ինչ խոսք, մենք ահռելի հարգանք ենք տածում Լեհաստանի պետականության նկատմամբ։ Իհարկե, Լեհաստանի ժողովրդավարության արդեն տևական ժամանակ կայացած ավանդույթների նկատմամբ մենք շատ բան ունենք սովորելու Լեհաստանից եւ ինչ խոսք, ինչպես ասացի, մենք երախտապարտ ենք մեզ սատարելու համար Եվրոպական միության շրջանակում եւ երկկողմ մակարդակում եւ այլն։ Ամենակարևորը, գիտեք, առաջնահերթություն որպես մեր կառավարության համար խաղաղությունն է, ժողովրդավարությունը, կայունությունը եւ տնտեսական բարեկեցությունը եւ ինչպես ասացի, ներկայումս տնտեսական նոր հնարավորություններ են առաջ գալիս։ Ինչ խոսք դուք գիտեք, եւ ես արդեն ասել եմ, որ խաղաղությունը մեզ համար նոր բան է։ Բայց կարող եք երևակայել, պատկերացնել, որ երկաթուղի կլինի, բաց սահմաններ կլինեն, առևտուր կլինի բոլոր հարևանների հետ։ Սրանք էլ են գործոններ, որոնք ամբողջովին նոր են մեզ համար եւ ներկայումս մենք բավական շոշափելի տեսանելի տնտեսական աճ ունենք եւ ես հավատացած եմ, որ խաղաղությունը արդեն իսկ շատ դրական ազդեցություն ունենում է Հայաստանի տնտեսական կյանքի վրա, սոցիալական, հասարակական կյանքի վրա եւ մեր առաջնահերթությունն է դառնալ խաղաղության խաչմերուկ։ Այն ինչ ես նկարագրեցի, այնինչ տեղի է ունենում հիմա Հայաստանում, ես սովորաբար ինչ եմ ասում, ինչ է հիմա Հայաստանում տեղի ունենում, Հայաստանը եզրագծից մոտենում է կենտրոնին, երկի առանց ֆիզիկապես շարժվելու, Հայաստանը մնում է նույն տեղում, որում եղել ենք, նախկինում էլ, բայց հիմա մենք եզրերից մոտենում ենք կենտրոնին, շարժվում ենք դեպի կենտրոն, եւ դա միայն Հայաստանի մասին չէ, դա նաեւ եւ ամբողջովին նոր իրավիճակ է ողջ տարածաշրջանի համար, եւ սա հնարավորություններ է ստեղծում մեզ համար, որ միմյանց Հայաստանը եւ հարևան երկրները միմյանց ընկալենք նոր տեսանկյունից։ Ես ասացի, որ հնարավոր չէ դա, հնարավոր չէ շնամանքի կոճակը միանգամից այսպես անջատել, բայց իհարկե գործընթացը սկիզբ է առել։ Ես հավատացած եմ, որ ես համոզված եմ, որ մեր տարածաշրջանում միմյանց մասին պատկերացումները կփոխվեն դեպի լավը, եւ անկեղծ ասած,
Դա մեր քաղաքական առաքելության մասն է։ Եվ ես հավատացած եմ, որ մենք ուժեղ կամք ունենք, որպեսզի այդ առաքելությունը իրագործենք, եւ իմ զգացողությունն այն է, որ կա վճռականություն ապահովելու արդյունք։ Ոչ միայն Հայաստանում կա, այլ նաև Ադրբեջանում կա։ Քանի որ տեսեք, Ադրբեջանը հոկտեմբերին հայտարարեց, որ բոլոր խոչընդոտները վերացնում է դեպի Հայաստան երկաթուղային տարանցման համար։ Դա իրական փոփոխություն էր, խաղը փոխվեց, իրավիճակը փոխվեց, ինչպես ասացի, մեր անկախությունից ի վեր նույնիսկ մեկ գնացք չի եկել Հայաստան-Ադրբեջանի տարածքով, իսկ այժմ դա տեղի է ունենում երևի ամեն շաբաթ, ինչը իրական փոփոխություն է Հայաստանի կյանքում, մեր տնտեսության համար, մեր տարածաշրջանի կյանքում եւ իհարկե դա ուժեղացնում է ամրապնդում է խաղաղության ուժերի քաղաքական դիրքերը, այն ուժերի քաղաքական դիրքերը, որոնք մտնում են, որ միայն խաղաղությամբ կարող է մեր երկիրը եւ մեր տարածաշրջանը առաջ շարժվել։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, շատ շնորհակալություն մեզ հետ այս խիստ հետաքրքիր լավատեսությամբ կիսվելու եւ դրական հեռանկարներ ներկայացնելու համար։ Համոզված եմ, որ Լեհաստանում դրական արձագանք կգտնեք ոչ միայն քաղաքական մակարդակում, այլ նաև ՀԿ-ների փորձագետների շրջանում։ Շատ շնորհակալություն, որ եկաք, ներկայացրեցիք ձեր տեսակետը, ժամանակ տրամադրեցիք, եկեք միասին ծափահարենք պարոն վարչապետին։